Շեն Ֆրանսիա կազմակերպությունը Կարպիս Նիկողոսյանի նախաձեռնությամբ Շեխեր գյուղում մի շարք կարևոր աշխատանքներ է կատարել։ Կարպիս Նիկողոսյանի անձնական միջոցներով կառուցվել է գյուղի դպրոցը, իսկ կազմակերպության ուժերով մարզադահլիճը։ Այսօր էլ ակումբի բակում մեծ հանդիսությամբ բացվում է մանկական խաղահրապարակը։ Ժապավենը կտրելու պատիվը տրվեց Շեն Ֆրանսիա կազմակերպության վարչության անդամ Կարպիս Մկրյանին և Սերժ Նիկողոսյանին, ով Կարպիս Նիկողոսյանի հորեղբոր թոռն է։ Առաջին այցելությունը Շեխեր գյուղ միանգամից տակնու վրա է անում Սերժ Նիկողոսյանի հոգին և հասկանում է, թե ինչ ուժ է մղում Կարպիս Նիկողոսյանին բարեգործություն կատարել գյուղում։ Հենց այդ ժամանակ էլ միտք է հղանում կառուցել խաղահրապարակը, համոզված, որ այդ քայլով նպաստում է գյուղի զարգացմանը, իսկ երեխաների համար ձեռնարկած յուրաքանչյուր գործ հիմք է ստեղծում ապագայի համար։ Կատարվում է օրհնության կարգ։ Մեր ապագան մեր երեխաներն են, եւ մենք պիտի սրբությամբ վերաբերվեք դրան եւ Արցախ աշխարհի միշտ մանուկների կարիք է զգում, որպեսզի կարողանան Արցախ աշխարհի զինվորները դառնան, պահեն, պահպանեն այս սուրբ հողը։ Գյուղն ունի նախադպրոցական տարիքի 53 երեխա, 78 երեխա էլ հաճախում է դպրոց, այնպես որ նորակառույց խաղահրապարակը աշխուժություն է մտցնելու գյուղի առօրյայում, այն սպասված նվեր էր ոչ միայն երեխաների, այլև մեծահասակների համար։ Խաղահրապարակի կառուցումը շատ կարևոր գործ էր, ասենք մեր գյուղի համար։ Երեխաների զբաղվելու տեղ ունեն եւ մենակ երեխաները չի, ծնողներն էլ ունեն զբաղվելու տեղ, կգան իրենց երեխաների հետ, ասենք իրիկուն վաժամեն կզբոսնեն մի քիչ այն ծանր աշխատանքներից կթեթևանան։ Այսօրվա խաղահրապարակը առհավատաչյան է խաղաղ երկնքի տակ բարդավաճող մեր գյուղի գոյության։ Շեխերը նույնպես արծիվներ է ծնել, ովքեր իրենց կյանքն են զոհել հանուն հայրենիքի ազատության նվաճման։ Համոզված եմ, որ նրանք մի վայրկյան անգամ չեն կասկածում, որ այս հողում հերոսական Արցախի պատմությունը կերտելու է հենց այս սերունդը։ Միջոցառման մասնակիցների ուշադրությունը գրավել էր մի հանգամանք ևս։ Արմատներով շեխերցի Գրիգորի Սաֆարյանի մտահղացմամբ օնլայն ռեժիմով միջոցառումը հեռարձակվում էր։ Նորամուծությունից գոհ է գաղափարի հեղինակը։ YouTube-ով ենք օնլայն էֆիրեր։ Բնական է շատ բարձր որակի չէր, որովհետև մեր կամերան հասարակ կամերա էր։ Մեզ զանգարում էին համ Երևանից, համ ընկերս Ստեփանակերտում անդադ ստուգում էր, որ եթե խնդիր լիներ, որ միանգամից ինձ տեղյակ պահեր, բայց Փառք Աստծուն առանց ոչ մի խնդիրի նորմալ ստացվեց։ Խաղահրապարակի բացման արարողությանը հարգանքի տուրք է մատուցվել լեգենդար Մոնթեի հիշատակին։ Շեխերի դպրոցականներն էլ իրենց արտասանությամբ հիշել ու մեծարել են հայ ժողովրդի հերոս զավակին, ում հոգին երբեք չի լքի Արցախը։ Միջոցառմանը ներկա են նաև ֆրանսիական բանակի հայ ռազմիկները, ովքեր անձամբ ճանաչում են Ավոյին եւ ամեն տարի գալիս են Արցախ իրենց հարգանքի տուրքը մատուցելու Մոնթեի անմար հիշատակին։ Ես թաղումին եկա 22 տարի առաջ, վերջը 40-ին նայգա օգոստոս 93-ին։ Մոնտեն ավորեն գերմանեն մեզի, մոնտեն բեկե չմորնանք, ուր մորնանք դավաժություն է։ Տոնական միջոցառումը ուղեկցեց նաև մեկ այլ հաճելի իրադարձությամբ։ 1.5 տասնամյակից ավելի գյուղի հետ բարեկամական կապեր հաստատելու եւ Շեխեր գյուղում իրականացրած բարեգործական ծրագրերի համար Կարպիս Նիկողոսյանին շնորհվեց Շեխերի համայնքի պատվավոր քաղաքացու կոչումը։ Կարպիս Նիկողոսյանը հավաստագիրն ընդունեց հուզմունքով եւ մեծ երախտագիտությամբ։ Ներկաները համոզված են, որ այս բարեկամությունը հարատևելու է եւ համայնքի համար կարևոր նշանակության ձեռնարկները իրականացվելու են ըստ առաջնահերթության։ Ես հորդորեցի, որ բարերարները լինեն նաև մշակույթի ումբում, քիչ հետո մենք տեղյակ կլինենք նրանք ինչ որոշում են կայացրել, նաև Ֆրանսիահայ շեն կազմակերպության միջոցով ավարտին հասցնել ակումբի նորոգումը, իմ կարծիքով ԼՂ կառավարությունը պատրաստ կլինի այո, եթե նրանք ամբողջությամբ չկարողանան հոգալ այդ ծախսերը նաև մասնակցություն ունենալ, որպեսզի Շեխեր գյուղը ունենա բարեկեցիկ ակումբ մշակույթի օջախ։ Գոհար Ռուստամյան, Միրժան Մարտիրոսյան, օր։